Մինչ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն է նկատվում, Վաշինգտոնը փորձում է պահպանել իր ակտիվ ներկայությունը տարածաշրջանային օրակարգում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը հունիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ արդյունավետ քննարկումների ակնկալիք ունի։ Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության։ Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյուներից է։ Իմ վարչակազմը սպասում է հունիսին այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումների։ Սակայն խաղաղության օրակարգի շուրջ կողմերի պատկերացումները շարունակում են տարբերվել։ Եթե մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը տարբեր ամբիոններից պնդում էր, որ Զանգեզուրի միջանցք արտահայտությունը վնասում է խաղաղության գործընթացին և հակասում Հայաստանի ինքնիշխանությանը, ապա Բաքուն ոչ միայն չի հրաժարվում, այլ նաև նույն բառապաշարով շարունակում է խոսել հաղորդակցության ապագա ճանապարհի մասին։ Այսօր էլ բացառություն չէր։ Բաքվում կայացած էներգետիկ ֆորումի ժամանակ Իլհամ Ալիևը դարձյալ կրկնել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։